Բարև ձեզ, Armenpress-ի եթերում ոդկասթի հերթական թողարկումն է։ Այս հաղորդման ընթացքում մենք կանդրադառնանք Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին եւ մասնավորապես էպիկենտրոնում Լիբանանն է, մեզ հետաքրքրող մի երկիր, որը պատմականորեն հանգամանքների բերումով մեզ համար շատ սրտամոտ հարազատ երկիր է, որովհետեւ հայկական սփյուռքի ամենաազդեցիկ համայնքներից մեկը գտնվում է Լիբանանում։ Ինչը իրականում այսօրին տեղի ունենում այնտեղ Մերձավոր Արևելյան ընդհանուր այս զարգացումների համատեքստում, այս կարևոր հարցի շրջանակում մենք կզրուցենք քաղաքական մեկնաբան Սաքո Արյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Արյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ առիթի համար։ Դուք, քանի որ քաջատեղյակ եք վերջին իրադարձությունների հետ կապված, ինչ կփոխանցեք մեզ, ձեր մոտեցումները, ձեր վերլուծությունը, ինչ իրավիճակ է եւ ինչ հնարավոր հանգուցալուծումներ եք ակնկալում, համեցեք։ Եթե պիտի ուզենք հասկանալ Մերձավոր Արևելքի խնդիրները, պետք է փորձենք հասկանալ, թե ինչ կգադարվի Լիբանանի մեջ։ Այս թրույթը նոր թրույթ չէ եւ Հայաստանի մեջ գործող արաբակետներ, վերլուծաբաններ, նույնիսկ քաղաքական գործիչներ շատ լավ գիտեն այս մասին եւ այդ մեկը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնք հագարակ Լիբանանի մեջ ընթացած եղած քաղաքացիական պատերազմին չփոխվեցան։ Այսինքն, եթե նախքան Լիբանանի քաղաքացիական պատերազմի սկիզբը, որուն 51 տարին կնշենք այս տարի, եթե Լիբանանը ուներ տնտեսական ներուժ, որ նաև գծարայեր, որբեսի դառնա Մերձավոր Արևելքի այդ ամբողջ դեղաշարժերուն, քաղաքական արևելումներուն շփման հանգուցագետը, այսօր այդ տնտեսությունը չկա, բայց նույնպես Լիբանանը գշարունակե մնալ շարժիչ ուժը այդ արևելք-արևմուտք մեծ փախումներուն կամ նույնիսկ երկխոսության։ Ինչու երկար կրնանք խոսիլ, կարծեմ, որ այդ մեկը այլ առիթով նաև կրնանք ավելի երկար մանրամասնել, թե ինչու այդպես է, բայց եւ այնպես մենք գտիդարգենք, որ Լիբանանը իր բնակչությամբ, իր բազմազանությամբ եւ համայնքներու այսպես հարստությամբ որոշակիորեն դարձած է գիզագետ թե արևմուտքի համար, թե արևելքի համար։ Եթե անցյալին Լիբանանի մեջ գլխավոր խաղացողը կհանդիսանար հարևան Սիրիան, այսօր գլխավոր խաղացողները մեկը առնվազն Իրանն է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ոչ անոր համար, որ միան շիիտ համայնքի զավակներ կան Լիբանանի մեջ, այլ անոր համար, որ Իրանը Լիբանանը գտիդարգե իր քաղաքապարախոսական շարունակության մեկ արդացոլացումը։ Այդ չի նշանակեր անշուշտ, որ Իրանը գծկտի Լիբանանը դարձ վերածել փոքր Իրանի, այդպիսի բան չկա, բայց եւ այնպես Իրանը իր քաղաքապարական հայացքները, իր մոդեցումները եւ հատկապես շիիտ աշխարհի համար, հատկապես իսլամական շիիտ մեր հարևաններուն համար հիմնական թշնամի հանդիսացող Իսրայելի դեմ Լիբանանը դարձած է Իրանի համար կարևոր հանդիսագետ, կարևոր թրվակ, կարևոր օղակ։ Սա մեկ կողմից։ Մյուս կողմից, եթե դիտարկենք, այս ջագադի հագաթիր կա քրիստոնյա լիբերալ ուժերը, կան նաև սուննիները, եւ այս երկու բաղկացուցիչները իրենք ավելի հարազատություն կտեսնեն խոսելով սուննի աշխարհին հետ, ինչպես նաև արևմուտքին հետ։ Մոտիկ անցյալին Ֆրանսիան շատ մեծ թեր ուներ Լիբանանի մեջ, այսօր այդ թերը նոսրացած է։ Եթե մեկ կողմը Իրանի աստեցությունն է, մյուս կողմը եթե ճիշտ դիտարկենք, այդ միապևեր աստեցության կոդի չկա։ Գա Ֆրանսիա, ասեցի, գա Սաուդական Արաբիա, գա Միացյալ Նահանգներ, յուրաքանչյուրը իր չափաբաժինով, իր դարողությամբ, իր գործոններով եւ իր հետաքրքրությամբ։ Մենք այս վերջին փուլին ցավոք սրտի կնկատենք, որ ֆրանսական արտաքին քաղաքականությունը ինչ որ նահանջի մեջ է։ Այդ մեկը մենք տեսանք ապրիլի մեջ, որ ֆրանսական աստեցությունը նոսրացավ, նույնը կրնանք ասել Լիբանանի բարակային, ինչ հանգամանքներու բերումով, այսօր Ֆրանսիան ճիշտ է հոգադար է Լիբանանի հանդեպ, Լիբանան երկիր առաքելության հանդեպ հարկանք ունի,
Սակայն առաջվա աստեցությունը չունի եւ ադորտիմաց մենք կնկատենք, որ ամերիկյան աստեցությունը բարձացած է ու նաեւ կա արաբական աշխարհի, սուննի աշխարհի հատկապես աստեցության կոդիները եւ ներկործոն մասնակցությունը, օրինակ սեոցիկ վերջին 10, 20, 30 տարիներուն շատ կարևոր նեցուկ հանդիսացած են Լիբանանի վարչապետության, որովհետև գիտենք, որ համայնքային դրույթով պայմանավորված Լիբանանի գլխավոր քաղաքական թերագադարները, այսինքն նախագահ, վարչապետ եւ խորհրդարանի նախագահ, բաժնված են 3 հիմնական համայնքներու միջև։ Առաջինը Մարոնիտ համայնքն է, երկրորդը վարչապետի Բաշտոնն է, որը պատգանի Սուննի համայնքին, եւ երրորդը Շիիտ համայնքն է, որուն պետք է պատգանի երկրի խորհրդարանի ազգային ժողովի նախագահի Բաշտոնը։ Ինչու շեշտեցի Սուննի աշխարհին վրա, որովհետեւ եթե մենք դիտարկենք քաղաքացիական պատերազմի ամենածանր պայմանները եւ այդ պատերազմը ինքը, մենք պիտի նկատենք, որ Սուննի աշխարհն էր, որ կարողացավ Լիբանանին համար եւ Լիբանանին հարմար լուծում առաջացնել, որ կգոչվի Թայեֆի համաձայնագիրը։ Թայեֆը քաղաքն է, որ գտնվի Սեուդական Արաբիա մեջ, ուր հագամարտող կողմերը 90-ականներու սկիզբը իմի եկան 15 տարվան մոտավորապես պատերազմի յետք եւ այդ քաղաքի մեջ կնքեցին Թաշինք համաձայնագիր, որ կվերատասավորեր քաղաքական ընդհանուր կոնժեկտուրան, ընդհանուր իշխելավոճը։ Եվ այնտեղ մենք նկատեցինք, որ արաբական աշխարհը շատ մեծ նեցուկ հանդիսացավ Լիբանանին, Բեյրութը կառուցվեցավ, դարձավ կենտրոն եւ այդ կենտրոնը դարձավ մղիչ ուժ ոչ միայն մերձավոր փոքր արևելքի համար, այլ ամբողջ այդ ավազանին մինչև Սեուդական Արաբիա, Կատար, Բահրեյն, Էմիրատներ եւ Լիբանանը դարձավ մղիչ ուժ, ուր բոլորը իրար հետ հավասարազոր գերբով կշփվեին եւ իրենց քաղաքական խոսույթը յուրաքանչյուրը իր շահերը մղված առաջ կդաներ, բայց գային խաղի կանոններ։ Հիմա անդրադառնանք ներկա իրավիճակին, հաշվի առնելով նաեւ աշխարհաքաղաքական այն բարդ իրավիճակը, որ ստեղծվել է եւ խաղի կանոնները, որ դուք նշում եք, Լիբանանը անկախ ամեն ինչից իր կշիռը չի կորցրել, բայց հանգամանքների դաժան բերումով հայտնվել է թիրախավորման, այսպես ասենք, էպիկենտրոնում եւ տևական ժամանակ ռմբակոծվում է Իսրայելի կողմից։ Իհարկե Իսրայելի իշխանությունները ասում են, որ պատճառը Հեզբոլլահն է, որ դիրքավորվել է Լիբանանում եւ հիմնական պայքարը Հեզբոլլահի դեմ է։ Բայց մեծ հաշվով այն պատկերը, որ մենք ունենք, ինչ կարող ենք ասել այդ կապակցությամբ, ինչ եզրահանգումների կարող են գալ եւ այն ուժերը կամ գերտերությունները, որոնց մասին դուք նշեցիք, կարող են վերջապես այս պարագայում մեր օրերի իրողության մեջ նեցուկ կանգնել Լիբանանին։ Գիտեք, ես երկար նախապատմական էի, որովհետեւ պիտի հանգեցնեի 2005 թվականին, այն տարին, որ սպանվեցավ Լիբանանի սուննի վարչապետ Ռաֆիկ Հարիրին։ Այդ մեկը ես կհամարեմ դարձագետ ոչ միայն Լիբանանի համար, այլ տարածաշրջանի համար։ Եթե մինչ այդ մեր տարածաշրջանի մեջ գարկու կանոն եւ որոշակի խաղի կանոններ, որ Իսրայելը իր սահմաններում մեջ այսքան, Լիբանանը իր սահմաններով այսքան եւ յուրաքանչյուրը հարկելով թիմացինի հագարագործի ասենք գշիրը գշարժեր ադոր համապատասխան։ Այսօր այն է խնդիրը, որ ոչ միայն խաղի կանոնները հստակ չեն, այլ խաղի կանոններ թելադրողները հստակ ծրագիր չունին մերձավոր արևելքի համար։ Եվ այս դակնավը մենք նկատեցինք Սիրիայի պատերազմում, նկատեցինք Լիբանանի վերջին 2-3 տարիներու դեպքերուն ու նաև նկատեցինք Գազայի մեջ տեղի ունեցած, ասենք, անմարդկային սպանություններով եւ Գազայի իսրայելյան քրոհով, հարձակումով, սա արդյոք ես միշտ հարց կուտամ, սա արդյոք Միացյալ Նահանգներու արտգործնախարար շատ հանգամանավոր գործիչ Մադլեն Օլբրայթի կողմէ առաջ մղված խոսույթ մգար, գիտեք, քաոսի դրամապանություն
կամ ավելի ճիշտը թե ինչպես մենք քաոս պիտի ստեղծենք եւ այդ քաոսեն կառավարենք այո արդյոք այդ փուլին շարունակումն է բայց եւ այնպես մենք նաեւ կնկատենք որ Միացյալ Նահանգներու մոդեցումները մերձավոր արևելքի գաբակցությամբ բավական անարդար են այն իմաստով որ եթե Միացյալ Նահանգները միշտ ես ցավով եմ որ գսեմ այս մեկը որովհետեւ շատ լավ կգիտակցիմ թե Միացյալ Նահանգները եղած է այն կարևորագույն քերտերությունը, որ արաբ-իսրայելյան խնդրին լուծումը բերած է։ Նախագահ Բիլ Քլինթոնի առաջարկած երկու դերությանց լուծումը։ Այսօր Միացյալ Նահանգները նահանջած է այդ ուղեկիցեն եւ ադոր դիմաց Իսրայելին դված է այսպես ամենակարողության այս զգացումը եւ ադոր կփոխկապակցենք նաեւ վարչապետ Նաթանյահուի խոցելիությունը եւ անգամ ենք կստանանք հավիդենական բادرազմներ այսպես իրավիճակը որ կշարունակվի 2024-ի հոկտեմբեր 7-ին իվեր։ Իվերջո այս հարցումները բոլոր քաղաքական գործիչները կբարձրացնեն, բայց մինչև հիմա հստակ ձևակերպումներ չկան։ Քալով Լիբանանին եւ մասնավորելով թե ինչ կգադարվի այսօր։ Մենք գիտենք, որ Լիբանանի հարավային սահմանը Հեզբոլլահի սենք դեղանքն է։ Հեզբոլլահի բնակավայրերը, քյուղերը, քաղաքները, Հեզբոլլահի ժողովուրդը, որովհետեւ Հեզբոլլահը օրգանիկ գազམ་ագերբություն է, այսինքն Հեզբոլլահը դուրսեն չէ բերված, չէ մշակված Լիբանանի մեջ։ Շիիտ ժողովուրդը հավատացած է, որ պետք է ապրի արժանապատիվ եւ այդ արժանապատվության քինն է որ վճարած է երկար տարիներ մինչեւ 2000 թվական երբ Իսրայելը ստիպվեցավ հեռանալ Լիբանանին։ Այսօր գադարվի ճիշտ հակառակը։ Ինչ պայմաններով բերումով մենք նկատեցինք ի վերջո Իսրայել հաջողեցավ Միացյալ Նահանգները թրթել բادرազմը Իրանի թեմ, որ շարունակվի հուսամ չի շարունակվի, որ բավական ցավալի հետևանքներ ունեցավ ոչ միայն Իրանի, այլ նաև արաբական ծոցի երկրներու Լիբանանի վրա, սակայն դակավին հստակ չէ թե ինչ լուծում կմշակվի։ Այս բաղկացուցիչները բادرազմի դարբեր փուլերու հրթիռ արձակումներ, հրգիզումներ, ասոնք երևույթներն են, արդակին ֆասադն է այս ամեն ինչի։ Դակավին քաղաքական լուծման փուլը հստակ չէ։ Իրոք Միացյալ Նահանգներ ճիշտ կդիտարկե թե գգրվի Իրանի թեմ հատկապես գորինզային զենք ունենալու դրույթին վերաբերյալ։ Թե այդ բոլորը բարձրապես բادرվագներ են Իրանը հարվածելու, սա կարևոր հարցում է կգարձեմ։ Պարոն Արեյան, կան նաև մի շատ կարևոր խնդիր, որը ներ-լիբանանյան տիրույթում է շատ քննարկվում, հարաբերությունները Լիբանանի կառավարության եւ Հեզբոլլահի, հարաբերությունները Լիբանանի բանակի եւ Հեզբոլլահի միջև։ Ինչ է կարծում, այստեղ կա իսկապես մոտեցումների ներդաշնակություն, թե այնուամենայնիվ որոշակի, չասեմ սուր հակասություններ, բայց որոշակի տարաձայնություններ, որովհետեւ մի կողմից Լիբանանի կառավարությունը հայտարարում է, որ հենց այս պահին գետնի վրա պատրաստ է բանակցել Իսրայելի իշխանությունների հետ, որպեսզի տևական խաղաղություն տիրի տարածաշրջանում, ամենայն դեպս երկու երկրների միջև, բայց մյուս կողմից Հեզբոլլահը շարունակում է պնդել ճիշտ հակառակը, որովհետև կան իսկապես շատ լուրջ խնդիրներ եւ դրանք տակավին դեռ լուծված չեն։ Փոխհարաբերության առումով Հեզբոլլահ, Լիբանանի կառավարություն իրար խանգարում են, թե իրար օգնում են, փոխլրացնում են, թե այնուամենայնիվ այստեղ հակասություններ կան։ Գիտեք, երբ այս նախագահը Ժոզեֆ Աունը ընդրվեցավ, բավական երկար ժամանակ Լիբանանի նախագահական աթոռը թափուր էր, բայց գոյացավ շրջանային կոնսենսուս, համաձայնություն, որ այս նախագահը ընդրվի եւ ունենա նոր կառավարություն վարչապետ Նավաֆ Սալամի գլխավորությամբ։ Այդ մեկը նաև կգադարվեր Իրանի համաձայնությամբ, բայց դարիները անցան, այս վերջին 2 տարիներում մենք նկատեցինք, որ Միացյալ Նահանգներու բռնի ուժով խաղաղություն գերդելու միտումները սկսած են աշխատել Լիբանանի մեջ եւ այդ դարձավ առաջին անգամ լալով պատկերացրեք 30 տարվա մեջ, որովհետև Հեզբոլլահը 40 տարեկան կենսակրություն ունի, առաջին անգամ լալով այսօր հագատրություն կա մեկ կողմի կառավարության եւ մյուս կողմի
Լիբանանի գլխավոր ռազմական ուժ հանդիսացող Հեզբոլլահի միջև։ Այս բոլորը նաև ինձի մտավախություններ կարտեն այն իմաստով, որ Իսրայելի մեջ միշտ այդ փափակը կա, Իսրայելի ասենք խոսույթի մեջ, մտածելակերպի մեջ, որ մենք պետք է ստեղծենք սուննի շիիտ հագամարտություն ներքին, պարակտենք, Լիբանանը դարձնենք արյունլվա երկիր եւ սկսի կառավարություն եւ Հեզբոլլահ հագամարտություն։ Այսօր մենք հերու չենք այդ կարգավիճակեն, մեկ պայմանով որ Հեզբոլլահը բավական թույլ դիրքեր ունի անցյալին համեմատած եւ այդ մեկը գտելատրե իրեն որ այդպիսի արգածախնդրության մեջ էր դա սակայն եւ նախագահը եւ կառավարությունը բաց կերպով հայտարարած են որ այլևս մենք Հեզբոլլահի զենքին գարիքը չունենք այսինքն երբ որ կառավարությունը կհայտարարե որ այլևս մենք չենք հավատար գիտեք երկար տարիներ Լիբանանի կառավարությունը Հեզբոլլահը այս խոսույթը ներկայացնեին ժողովուրդ, թիմադրություն եւ զենք։ Այսօր այդ երոդանի համացայնությունը այլևս կպատկանի անցյալին։ Ինչ հաշիվներու բերումով Լիբանանի կառավարությունը, որուն մաս կգազմե Հեզբոլլահը, այսօր որոշած է փոխել իր խոսույթը։ Այսինքն համացայնություն կնկել Իսրայելի հետ, խաղաղության բանակցության սեղանի նստել եւ լուծել հարցերը։ Սակայն այս մեկը շատ բարդ բան մնե, որովհետեւ Լիբանանի կառավարությունը բոլորս գիտենք, որ անկարելի է, որ անկարող է առանցինն Հեզբոլլահի զենքի հարցը լուծել։ Եվ այս իրավիճակի մեջ Հեզբոլլահը Դարձյալ անդեսելով կառավարության որոշումները, երբ Այաթոլլահ Խամենեին սպանվեցավ, անիմաստորեն սկսավ հարվածել Իսրայելը եւ ադորքինն է որ Լիբանանը վճարեց։ Արագսեմ այսօր հարավը կանտված է ամբողջությամբ Իսրայելը գտապանցել Լիբանանի տարածքները ներս ավելի քան 8-10 կիլոմետր Հեզբոլլահի ամենակարևոր քաղաքը որ կգոչվի Բնտ Ջբեյլ այս օրերուն պիտի գրնա գրավիլ ամբողջությամբ եւ այս Փոխանցության մեջ զարմանալի է Լիբանանի կառավարության տեսփանուհին Վաշինգտոնի մեջ եւ Իսրայելի տեսփանը Միացյալ Նահանգներու մեջ հովանավորությամբ ամերիկյան բարձր գերադեսչության բարոն Մարկո Ռուբիոյի այսօր հանդիպում պիտի ունենան մեր հետմիջօրեի ժամերուն։ Սա ինչ կնշանակե, սա կնշանակե որ Լիբանանը որպես pedagogan համագարկ գուզե անցալ Միացյալ Նահանգներու առաջարկին, որ նաև ինչ որտեղ ստիպելով խաղաղության երթալու միտում մգա այս բոլորին։ Իհարկե շատ կարևոր են ձեր դիտարկումները, պարոն Արյան, հաղորդման վերջում, քանի որ մեզ սահմանափակ ժամանակ է մնացել, մի փոքրիկ հարց քննարկենք որպես եզրահանգում։ Չէ՞ կարծում, որ մերձավոր արևելյան հակամարտությանը որպես հանգուցալուծման տարբերակներ առաջարկվելու են կոմպլեքսային լուծումներ, հա, եւ քանի որ Իրանը հովանավորում է Հեզբոլլահին եւ Իրանն էլ մեծ հաշվով նաեւ իր հովանուտակ է վերցրել այն երկրներին, որոնք աջակցում են իրեն, որտեղ կան պրոքսի ուժեր, պրոիրանական ուժեր եւ Լիբանանն էլ այդ առումով բացառություն չի։ Եթե գա մի պահ, երբ որ արդեն բանակցությունները վերսկսվեն Իրանի Միացյալ Նահանգների միջև միջնորդ երկրների աջակցությամբ եւ Իրանն էլ բնականաբար չխոսի պարտված դիրքերից, հա, որովհետեւ այս պատերազմում շատերը պնդում են, որ հաղթողներ եւ պարտվողներ չեն լինելու, պարզապես ինչ դիրքերով են մոտենալու բանակցությունների սեղանին։ Եվ Իրանն էլ չեք կարծում, որ կարող է նաեւ իր հովանուտակ վերցնել Լիբանանը եւ աջակցել Լիբանանին ոչ միայն Հեզբոլլահին, այլ նաեւ երկիր որպես այդպեսին եւ բանակցությունների արդյունքում նաեւ այն մտահոգիչ խնդիրները հանգուցալուծեն, որոնք կապված են նույն Լիբանանի տարածքային ամբողջականության հետ, ազգաբնակչության անվտանգության հետ եւ ինչու՞ չէ նաեւ հարցերը կարգավորվեն Հեզբոլլահի մակարդակով Հեզբոլլահի հետ կապ։ Ձեր մատը վերքին վրա դրիկ, այդ առումով պարոն Մարգարյան շատ քրիտիկական է Լիբանանի իրավիճակը եւ հարցադրումը որ կդրվի, արդյոք Իրանը պիտի ճագերդի մեջ ձախե Հեզբոլլահին, թե ընդհանրակը Լիբանանը պիտի դառնա, այսպես պիտի նվիրվի Իրանին, դարձյալ ճագերդի մեջ, ինչպես որ եղած է 1990-ականներուն, երբ Սուրիան դարձավ ամբողջական դիրաբեդողը լիբանանյան խաղին։ Դիրաբեդելը իհարկե շատ
դաժան է քաղաքական սելիկս քաղաքական խաղը դնորինելու իրավիճակի մեջ է բացառված չէ, որովհետև Լիբանանի մեջ շիեիթը շատ աստեցիկ ուժ է եւ արմադացած է երկրի մեջ, բայց ինչպես պիտի ղարկավորվի այս բոլորը դակավին պատկերը հստակ չէ, սակայն ինչ որ կնկատենք, հակառակ Միացյալ Նահանգներու, հակառակ Իրանի խոսույթին, որ Իսլամաբադի բանակցությունները դաբալվեցան, խորքի մեջ չեն դաբալված այդ բանակցությունները։ Եվ ես վստահ եմ, որ այնտեղ ինչ որ պայմանավորվածություններ եղած են, որոնց արդյունքները մենք պիտի նկատենք առաջիկա օրերուն եւ Լիբանանի իրավիճակը նույնպես գախյալ է այդ փաղկացուցիչներեն, թե ինչպես պիտի ղարկավորվի Իրանը ինչ բաժին պիտի ունենա, փայ պիտի ունենա Լիբանանի համընդանուր լուծումեն, ամերիկացիք ինչ պիտի դան Լիբանանին եւ ադոր փոխարեն Իսրայելի համար ինչ նախադեсված է։ Ի վերջո Իսրայելը չի գտնար Լիբանանի սենք հարավի մեջ մնալ եւ ես ցեզի փաստարկեմ, որ շատ ավելի ցավոտ պիտի լա Իսրայելի համար, եթե իսրայելյան բանակը շարունակե մնալ դեղագայվի Լիբանանի հարավային ուղերում վրա։ Հետևաբար առաջիկա շաբաթը կամ նույնիսկ շաբաթները այս բոլորը ցույց կտան, բայց ես ընդհանուր դպավորություն ունիմ բան Մարգարյան եւ որպես բարի լուր կուզեմ ներկայացնել ցերագնտիրներուն, որ բادرազմի թեժ ժամանակները կպատկանին արդեն անցյալին։ Հիմա լուծումներու, ղարկավորումներու ժամանակներ են, անշուշտ չեմ նախադեսել, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը սիրապանին իրար հետ, բայց եւ այնպես ընդհանուր լուծման ինչ որ փաթեթներ կան եւ ինչպես դուք նշեցիք, այս բادرազմեն ամենակարևորը հստակ է, որ Իրանը եթե նույնիսկ չի հաղթած, սակայն չի բարտված։ Այո։ Շատ հետաքրքիր է թեման եւ հարցերը թեմայի շրջանակում, կարծում եմ հետագայում մենք առիթներ կունենանք դարձյալ հանդիպելու եւ զրուցելու, առավել եւս որ իրադարձություններն էլ շատ արագ են զարգանում եւ մեկ օրվա համար չեն։ Շնորհակալություն այս անգամ մեզ հյուրընկալվելու համար, պարոն Հարայան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քաղաքական մեկնաբան Սաքո Արյանի հետ։ Կհանդիպենք հաջորդիվ։